բարեկամներ, վերջապես ամառ է, ավարտվեց ուսումնական տարին միայն թե ոչ հայասպետների համար, որոնց համար սովորելը դարձել է առօրյա, կենցաղ, իսկ կրթությունը նույնքան կարևոր սնունդ, որքան հանապազօրյա հացը։ Եվ ուրեմն մենք շարունակում ենք մեր անարձակուրդ ճամփորդությունը գիտության լույսի հետքերով եւ հայտարարում։ Հանրային հեռուստալիքի եթերում հայասպետ հեռուստախաղն է։ Հեռուստախաղին աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնական գործընկերն ու գլխավոր հովանավորն է Հայաստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության նախարարությունը։ Ասում են սովորեցնել նշանակում է կրկնակի սովորել։ Մեր յուրաքանչյուր մասնակցի հետ մենք նույնպես սովորում ենք ու սովորում։ Եվ ուրեմն շարունակենք այդ հաճույքը անդադար վայելել եւ ներկայացնենք այսօրվա մեր մասնակիցներին, որոնք դուրս են եկել այդ լուսավոր ճամփորդությանը։ Շիրակից Գյումրու համար 7 դպրոցի սաներին։ Երևանից Ավետիք Իսահակյանի անվան համար 16 դպրոցի սաներին։ Եվ Արարատից Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստանջյանի անվան դպրոցի սաներին։ Խաղը, Կարմիր թիմ։ Ողջունում ենք բոլոր ներկաներին, Մրցակցանի հարգելի անդամներին, ցանկանում ենք հիշարժան եւ արգասաբեր խաղ։ Մենք ընտրում ենք Թոտառը։ Թոտառը խնդրեմ։ Հայոց լեզու։ Տրված շարքերից առանձնացրեք հոմանիշները։ Դրանցից համապատասխան բառերը տեղադրեք նախադասությունների բաց թողնված տեղերում։ Առաջին՝ ցել, հողատիրույթ, ագարակ, պուրակ, կալվածք։ Երկրորդ՝ ակնդետ, ակնապիշ, տարտամ, լռելիայն, անքթիթ։ Առաջին՝ նույն օրը հասանք մայրիկիս, որի գոյության մասին գաղափար չունեի։ Երկրորդ՝ նայում եմ, այդ դեմքը ոչ միայն անճոռնի չէ, այլև մինչև իսկ սիրուն է, բայց սարսափելի ու անսովոր։ Ժամանակն ավարտվեց, երեխաներ, խնդրեմ պատասխանը։ Ավակ։ Հարցին կպատասխանի Մազմանյան Վեհանուշը։ Վեհանուշ։ Առաջին շարքում հոմանիշներ են ցելը, հողատիրույթը, ագարակը, մենք տեղադրում ենք կալվածքը, մենք տեղադրում ենք կալվածք բառը, մյուսը կշարունակի լեռնույն։ Երկրորդի մեջ ակնդիտ, ակնապիշ, տարտամ, լռելիայն եւ անքթիթ, մենք ակնդետ, ակնապիշ բառերն են հոմանիշներ եւ տարբերակում կտեղադրենք ակնապիշ կամ ակնդետ բառերը։ Ակնդետ նայում։ Լսենք մեր պատասխանը։ Առաջին՝ ագարակ, հողատիրույթ, կալվածք, տեղադրել որևէ մեկը։ Երկրորդ՝ ակնդետ, ակնապիշ, անքթիթ, տեղադրել որևէ մեկը։ Կարմիր թիմը կարող բառեր ընտրելիս առաջին շարքում 1 սխալ թույլ տվեց, չկարողացավ ճիշտ ընտրել, 1 բառ, սակայն ճիշտ տեղադրեց բառը, նույն կերպ երկրորդ շարքում դարձյալը 1 բառ սխալ ընտրեց։ Որոնք են այդ բառերը նշեք, խնդրեմ։ Ուրեմն անքթիթ բառը չկարողացավ ընտրել ակնդետ շարքից, իսկ առաջին շարքում ցել բառը ավելացած, որ այդ շարքի հոմանիշը չէր։ Ուստի չնայած կարողացավ բառերը ճիշտ տեղադրել, ուստի կարծում եմ նա պետք է վաստակի 8 միավոր։ 8 միավոր է վաստակում Կարմիր թիմը եւ Կապույտ թիմ։ Ողջունում եմ բոլոր մասնակիցներին, մաղթելով հետաքրքիր խաղ։ Մենք ընտրում ենք այբ տառը։ Այբ տառը խնդրեմ։ Նշանավոր մարդիկ։ Նրա 1000-ից ավելի գյուտերը հեղաշրջում կատարեցին Ամերիկայի եւ ընդհանրապես աշխարհի տնտեսության մեջ։ Այդ էր պատճառը, որ ամերիկյան New York Times-ը նրա մասին գրում էր. Գոյություն ունի մարդկային մի ուղեղ, որը գնահատվում է $15 միլիարդ։ Ում մասին է խոսքը։ 1877 թվականին նա հայտնագործում է մի սարք եւ ուղարկում ռուս մեծ գրող Լև Տոլստոյին։ Ինչ սարք էր դա։
Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Ալեքսանյան Հեղինեն։ Հեղին է։ Խոսքը ամերիկացի հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնի մասին է, վերջինս 1877 թվականին ի թիվս իր Ամերիկայում հայտնագործած մոտ 1093 եւ այլ երկրներում 3000 գյուտերի ստեղծում է ֆոնոգրաֆը, ձայնագրիչը, որը եւ ուղարկում է ռուս մեծ գրող Լև Տոլստոյին, դրա շնորհիվ է պահպանվում մեծ գրողի ձայնը, նա հեղինակ է նաեւ մի շարք այլ գյուտերի, այդ թվում ջերմոէլեկտրոկայանի առաջին էլեկտրական լամպի, որի նրա ստեղծած նախատիպի հիման վրա ներկայիս լամպն է եւ նա հայտնագործել է նաև լամպի թելիկների համար ամենահարմար նյութը վոլֆրամը։ Վերջ։ Տեսնենք մեր պատասխանը։ Խոսքը գյուտարար Թոմաս Էդիսոնի մասին է։ 1877 թվականին նա ստեղծում է ձայնագրման առաջին սարքը՝ ֆոնոգրաֆ եւ ուղարկում Լև Տոլստոյին, որի շնորհիվ պահպանվել է մեծ գրողի ձայնը։ Խնդրեմ, պարոն Սողոմոնյան։ Կապույտ թիմը լավ պատասխանեց հարցին, նույնիսկ որոշ լրացուցիչ տվյալներ հաղորդեց, ինչի համար գնահատում ենք 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ հերթը Ծիրանագույնինն է։ Ողջունում ենք, բոլորին մաղթում ենք բարձր տրամադրություն, ազատ մրցակցային կամքի դրսևորում։ Եվ մեր դպրոցը Հայասպետ խաղին նվիրում է մեր դպրոցի հովանավոր պարոն Թորգոն Փոստաջյանի գրքերից «Մեծերու հետ եւ մեծեր», «Հայաստանյաց եկեղեցին» եւ մյուսները։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը, խնդրեմ։ Մենք ընտրում ենք լյուն տարը։ Լյուն տարը, խնդրեմ։ Գրականություն թեման եւ լսում ենք հարցը։ Մանյա այրք պատմավեպում նախարար Սլկունյաց Սղուկն ինչու է ապստամբում հզոր եւ անպարտելի արքայի Տրթատի դեմ։ Սղուկը դավադրաբար ում է զրկում կյանքից։ Ապստամբ նախարարն ինչպես է մահանում։ Ժամանակ։ Հարցին կպատասխանի Հայրապետյան Էրիկը։ Էրիկ։ Սլկունյաց Սղուկը ապստամբում է հզոր Տրթատ արքայի դեմ, քանի որ նա չէր ուզում, որպեսզի քրիստոնեությունը ընդունվի կրոն եւ պաշտպանում էր հեթանոսականությունը, այդ պատճառով նա ապստամբում է Տրթատի դեմ եւ ուզում էր պահպանել հեթանոսական կրոնը։ Խնդրեմ։ Սլկունյաց Սղուկը դավադրաբար սպանում է Օտա Ամատունուն եւ մահանում է նրա դաշույնի հարվածից։ Սրի։ Ամատունու, ինքը սպանում Ամատունուն նրա դաշույնի հարվածից էլ ինքը մեռնում է։ Ոչ, նա սպանում է Օտա Ամատունուն իր սրով։ Ով էր Օտա Ամատունին, նրա ինչն էր։ Աներորդին։ Իսկ ինքը ինչպես է մահանում։ Արջորսից ժամանակ։ Փոքր տարիքում նրան գուշակը ասել էր, որ դու կմահանաս Արջորսի ժամանակ, սակայն ոչ արջի ճիրաններից կամ մագիլներից։ Հենց այդպես է լինում է, մահանում է Ճենազիա իշխանի Մարսպետունու կողմից։ Վերջ, տեսենք մեր պատասխանը։ Սլկունյաց Սղուկը չի ընդունում նոր հավատը։ Իր արարքներով խոչընդոտում է նրա տարածմանը։ Տարիներ անց, երբ արքան Հռոմ է մեկնում, Սղուկը օգտվելով հարմար իրավիճակից ապստամբում է։ Նրա փեսան հազարապետ Օտա Ամատունին փորձում է նրան հնազանդեցնել, սակայն Սղուկն Օտային դավադրաբար սպանում է։ Մեռնող փեսային նայելով, Սղուկը մտածում է, թե որքան հեշտ է եղել անցնել թույլատրելիի սահմանը, որի առաջ դոփել էր տասնյակ տարիներ, ծռմռվել ու կեղծել։ Մամիկոնյան իշխանը, ձևացնելով, թե ինքը եւս ապստամբել է արքայի դեմ, շահում է Սղուկի վստահությունն ու որսի ժամանակ նետահարում նրան։ Ծիրանագույն թիմը առաջին ենթահարցին տվեց լիարժեք պատասխան։ Պատմությունը ճիշտ նշեցիք, սակայն չկարողացաք հիշել Մամիկոնյանին։ Այս բաց թողումների համար թիմը վաստակում է 7 միավոր։ Նաև լեզվական անհարթություն կա խոսքում։ Այո, հարցի երկրորդ պատասխանի երկրորդ մասը կցկտուր էր եւ 7 միավոր է վաստակում նարնջագույն թիմը։
Անցնում ենք երկրորդ պտույտին եւ կարմիր թեմ, Մենք խնդրեմ։ ընտրում ենք Հ տառը։ Հ տառը խնդրեմ։ Պատմություն։ Հռոմի կայսր Հովիանոսի եւ Պարսից Շապու արքայի միջև 363 թվականին կնքված պայմանագիրն ինչու է համարվում ամոթալի, ով է տվել այդ բնորոշումը, մինչև երբ է գործել այդ պայմանագիրը։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Հարությունյան Քաջիկը։ Հռոմի կայսր Հովիանոսի եւ Պարսից Շապուի արքայի միջև 286 թվականին կնքված պայմանագիրը համարվում էր ամոթալի, քանի որ Հռոմը այդ պայմանագրով փաստացի նվաստացավ պարսկական ընկերությունից, հրաժարվեց օգնել Հայաստանին, մեծ հայկին, այնուհետև վճարեց խոշոր ռազմատուգանք եւ այլևս իրավունք չուներ միջամտելու Հայաստանի ներքին գործերին եւ այսինքն իր դաշնակից Հայաստանին մենակ էր թողնում Պարսկաստանի դեպ։ Այդ պայմանագիրը գործել է մինչև 371 թվականը, երբ Ցիավի ճակատամարտում հայկական բանակը եւ հռոմեական բանակը իրար հետ հաղթանակ տարան Պարսկաստանի նկատմամբ, իսկ պայմանագրի մասին մեծ տեղեկություններ է տալիս Ամյանոս Մարկելյանցից։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Այդ պայմանագրով Հովիանոսը համաձայնվում է, որ մեծ հայքի հարավային 5 գավառները 15 բերդերով ու քաղաքներով անցնեն պարսիկներին։ Կայսրը նաև պարտավորվում է պարսիկների հարձակման դեպքում չոժանդակել իր դաշնակից հայերին։ Այս պայմանագիրն ամոթալի է անվանել 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը։ Պայմանագիրը խախտվում է մի քանի տարի անց, երբ հայոց արշակ արքայի դավադիր բանտարկությունից հետո Վաղես կայսրը թագաժարանք պապի հետ հռոմեական զորք է ուղարկում ընդդեմ Շապուհի։ Պարոն Սողոմոնյան, խնդրեմ։ Նախ նշվեց ավելորդ տեղեկություններ, որոնք սխալ էին։ Հայաստանի գործերին չմիջամտել, պարտավորվեց Հայաստանի գործերին չմիջամտել, այդպիսի շատ էլ լավ էր, ամոթալի կոչվելու խնդիր չկար այստեղ, եթե Հայաստանի գործերին չմիջամտելու վերաբերյալ պարտավորություն ստանձներ Հովիանոս կայսրը, ի սկզբանե ձեր առջև տեքստը դրված է եւ 363-ը դուք կարդացիք 386 թվականին, այնուհետև Ամյանոս Մարկելինոսի անունը շփոթով արտաբերեցիք եւ այո, վերջում Ձիրավի ճակատամարտի հետ կապված դուք նշեցիք, որ պայմանագիրը խախտվեց 371 թվականին։ Արդյոք դրանից առաջ չէր հռոմեական զորքը ժամանել Հայաստան եւ դրանից առաջ ճակատամարտ չէր տեղի ունեցել պարսիկների հետ։ Մի շարք այս բացթողումները, թերությունները հաշվի առնելով պատասխանը գնահատում եմ 6 միավոր։ 6 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ Երևան։ Մենք ընտրում ենք Ձատարը։ Ձատարը խնդրեմ։ Ռազմի պատմություն։ 364 թվականին Պարսից Շապու արքան իր հսկայական բանակը 3 մասի բաժանելով լայնածավալ հարձակում է սկսում Հայաստանի դեմ։ Ի պատասխան դրա, ինչ քայլերի է դիմում Արշակ II արքան, ովքեր էին ղեկավարում հայոց զորագնդերը, ճակատամարտն ինչ ավարտ է ունենում։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Ալեքսանյան Հեղինեն։ Հեղին է։ 364 թվականին Շապուհ իր զորքը բաժանում է 3 մասի, մի մասը գլխավորում էր ինքը անձամբ, մյուս մասը Հազարավուխտը եւ մյուս մասը Անդիկան։ Եվ այդ 3 ուղությամբ բաժանված լինելով նրանք ներխուժում են Հայաստան։ Այստեղ աչքի են ընկնում հայ հետախույզները, որոնք կարողանում են ճշտել նրանց շարժման հավանական շարժման երթուղին եւ որպես պատասխան Արշակ II-ը հայոց զորքը նույնպես բաժանում է 3 մասի։ Առաջին գունդը գլխավորում էր Վասակ Մամիկոնյանը, երկրորդ գունդը Բագոս Մամիկոնյանը եւ երրորդ գունդը ինքը անձամբ Արշակ թագավորը։ Առաջին արճակատումը տեղի ունենում Վանանդում, որտեղ բախվում են Հազարավուխտի եւ մեր սպարապետ Վասակ Մամիկոնյանի
գնդերը վերջինս կարողանում է փայլուն հաղթանակ տանել եւ բավարար է միայն նշել, որ պարսիկները որպես ավար թողնում են իրենց մարտական փղերը։ Երկրորդ հաղթական ճակատամարտը տեղի ունենում Արբերանում, որտեղ Անդիկան տեղեկանալով հայերի գալստի մասին զորքերը տեղակայում է Վանա լճի ափին գտնվող Առես ձկնորսարանի մոտ եւ այստեղ նույնպես պարտություն են կրում, չնայած սկզբում հայերը հաջողության էին հասել եւ սպանել էին Անդիկային, բայց այստեղ զգացնել է տալիս զորքի պարսկական զորքի մեծաթիվ լինելը, նրանք կարողանում են փակել ճեղքվածքները եւ հակագրոհ տալ։ Այստեղ հայերը Բակոս Մամիկոնյանի գլխավորությամբ նետվում են մարտի եւ ինչպես Փավստոս Բուզանդն է վկայում, վերջինս իջնում է ձիուց, տեսնելով լավ զարդարված փիղ, մտնում է դրա տակ եւ խոցում նրան, ցավոք սրտի չի հասցնում դուրս գալ եւ երկուսն էլ մահանում են։ Եվ երրորդ հաղթական ճակատամարտում բախվում են երկու արքաները, Շապուհ իր զորքը տեղակայում է Ոսխա կոչվող վայրում, իսկ Արշակը չի շտապում եւ սպասում է մինչեւ մութն ընկնելը եւ գիշերով անակնկալ հարձակումով պարտության է մատնում Պարսից զորքին, իսկ Շապուհին մի կերպ հաջողվում է ճողոպրել։ Վերջ։ Կեցես։ Լսենք մեր պատասխանը։ Արշակ երկրորդ արքան հայոց ուժերը նույնպես բաժանում է 3 մասի։ Առաջինը գլխավորում էր սպարապետ Վասակ Մամիկոնյանը, երկրորդը նրա եղբայր Բագոսը, երրորդը արքան։ 3 զորագնդերն էլ նույն օրը հասնում են պարսիկներին եւ հանկարծակի գրոհում նրանց վրա։ Վասակ Մամիկոնյանը կատվածահար է անում Պարսից զորքը եւ գերեվարում նույնիսկ մարտական փղերին։ Երկրորդ ուղղությամբ հաղթանակը ձեռք է բերվում մեծ կորուստների գնով։ Զոհվածների թվում էր նաեւ Բագոս Մամիկոնյանը, իսկ Արշակ արքայի զորագունդը գիշերով հարձակվում է անհոգ քնած Պարսից բանակի վրա եւ բոլորին սրիկ հաշում։ Շապուհը արևելքի հզոր տիրակալը մի կերպ փախչում է մարտադաշտից։ Ես պետք է ասեմ, որ ուղղակի հիացած եմ պատասխանով, հրաշալի պատասխան էր, սպառիչ եւ լեզվական առումով տրամաբանված։ Վարդգուրյան էլ կասի, որ մենք արդեն ունենք ասպարեզի այո, մենք արդեն քննարկում ենք այդ թեման։ Միանշանակ հիացմունքով գնահատում եմ Հայասպետին։ Հայասպետ է վաստակում կապույտ թիմը, նշեմ Հայասպետ նշանակում է 11 միավոր եւ նստում ենք նարնջագույնին, խնդրեմ։ Մենք ընտրում ենք կենտարը։ Կենտարը խնդրեմ։ Դարձյալ ռազմի պատմություն։ Ովքեր էին ասպետները, ովքեր էին ասպետ դառնալու իրավունք ստանում, երբ եւ ինչու ասպետությունը որպես ռազմական դաս սկսեց անկում ապրել։ Պատրաստ եք։ Հարցին կպատասխանի Գևորգյան Ռուբիկը։ Խնդրեմ Ռուբիկ։ Ասպետ կարող էին դառնալ մեծ հողատերերի, բարոնների, դուքսերի, կոմսերի որդիները։ Նրանք ասպետ դառնալը դա 21 տարի սովորելուց հետո միայն կարող էին ասպետ դառնալ եւ պետք է պաշտպանեին ասպետական 7 ալլաքիրությունները՝ սրամարտություն, նիզականետություն, լող, որսորդություն, սիրած աղջկա համար բանաստեղծություններ գրել։ Նե սկզբնական շախմատ խաղալ։ Սկզբնական շրջանում ասպետություն ընտրելու արարողությունը դա աշխարհականների մենաշնորհ է, սակայն հետագայում դարձավ եկեղեցական արարողություն։ Երբ եւ ինչու ասպետությունը որպես ռազմական դաս վերացավ։ Անկում ապրեց ավելի շուտ։ 15-րդ դարում, երբ ստեղծվեց հրազենը։ Վերջ։ Ասենք մեր պատասխանը։ Ասպետները 7-րդ դարում ձևավորված ազնվական խավի ներկայացուցիչներն էին, սակայն յուրաքանչյուր ազնվականի որդի չէր կարող ասպետ դառնալ։ Ասպետը պիտի անցներ 21 տարի տևող ուսուցման հատուկ համակարգը, որի ընթացքում ուսուցանվում էին ձիավարություն, սրամարտ, նիզականետություն, լող, բազեով որսորդություն, ինչպես նաև շախմատ խաղալու եւ բանաստեղծություններ գրելու վարպետություն։ Ասպետությունը որպես ռազմական դաս սկսեց անկում ապրել 15-րդ դարում, երբ հայտնագործվեց հրազենը։ Խնդրեմ, պարոն։ Հիմնականում պատասխանը ճիշտ հնչեցրեցին, ճիշտ պատասխանեցին բոլոր հարցերին։ Չասացին, որ բոլոր ազնվականները չէին կարող լինել։ Թիմը վաստակում էին 9 միավոր։ Ավարտեցինք առաջին փուլը եւ առաջին փուլի ավարտին պարերք։ Եվ սկսում ենք նարնջագույն թիմից, նարնջագույն թիմ։
Մենք ընտրում ենք Եջտարը։ Եջտարը, խնդրեմ։ Համայակ ջան, համեցեք։ Եկեք ձեզ մեր գյուղ տանեմ, համայակի գոտնանեմ, համայակ ջան, համայակին կարնեմ, կարոտի շմերնեմ, համայակ ջան, համայակի աչքերը, մելուս ընկա գիշերը, համայակ ջան, համայակին կարնեմ, սերը սիրու թարնեմ, համայակ ջան, աշտարակի պոպոքը, համայակի սապոքը, համայակ ջան, համայակին կարնեմ, խողանոթի մերնեմ, համայակ ջան, համայակ ջան, համայակ ջան, հազարեն եք սրտից սիրում քո անբախտյարի, քո անգինքարի, համայակ ջան, սիրեցիր ինչի չարար, քեզ թամ գրողը տանի, համայակ ջան, համայակ ջան, համայակ ջան, հազարեն եք սրտից սիրում քո անբախտյարի, քո անգինքարի, համայակ ջան։ Համայակ ջան, երգը գեղեցիկ, կես կատակ ուրախ բարերք է եւ աղջիկը ջանած կատարել հնարավորինս ուրախ, խանդավառ։ Իհարկե ձայնային տվյալները վատը չէին, բայց շունչը չհերիքեց աղջկան։ Փաստորեն չկարողացավ մինչև վերջ հասնել երգը, դա էր հենց թերությունը։ Որպես առավելություն կարող եմ նշել նաև այն, որ ես նկատեցի, որ աղջիկները երգում էին, բարող աղջիկները ձայնարկում էին, դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև դա անպայման տրամադրություն է հաղորդում բարողներին եւ նայողներին եւ բարը դարձնում ավելի խանդավառ։ Ընդհանուր առմամբ իհարկե երևում էր աշխատանքը եւ բեմադրական բավականին հնարանքները, որ կատարվել էր եւ իհարկե ես էլ պիտի ողջունեմ Տիկին Աթանասյանի նման, բայց իրականում նաեւ թերություններ կար այն առումով, որ զսպանակների չարչրկված թեման եւ նաեւ ոգու արկայությունը մի քիչ թերի էր, որովհետեւ երեխաների ապրումը բարի այնքան էլ կատարյալ չէր։ 8 միավոր։ Եվ մեկ դիտողություն, մենք սահմանել ենք, որ միայն թիմը, մասնակցող թիմը պետք է բարի եւ ավելացնելու իրավունք չունի թիմը։ Խախտվել էր իմ սահմանած օրենքը, մեր Հայաստանի սահմանած օրենքը եւ մեկ երեխա ավելացվել էր։ Ուստի ես որպես տուգանք, որպես պատիժ 1 միավոր հանում եմ եւ թիմը վաստակում է 7 միավոր։ Եվ անցնում ենք երկրորդ փուլին, կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք ռատարը։ Ռատարը, խնդրեմ։ Խորհրդանշաններ։ Գորտը հայկական խորհրդանշակարգում ինչ տեղ է զբաղեցնում, մի շարք հեքիաթներում ինչ է խորհրդանշել։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Լեռնուին։ Լեռնուհի, ինչ լավ անուն են, Վեհանուշ, Լեռնուհի։ Գորտը խորհրդանշում է անպայրացակամությունը, նյութի նախնական վիճակը, լուսնային փուլերը, գորտը, ասենք նաև որ գորտ բառը առաջացել է հնդեվրոպական լեզվանդանիկի որդո բառից, այն ունի իր համարժեքները լետական լեզվանդանիկում, գորտը հայկական բոլոր հեքիաթներում կերպարանափոխության խորհրդանշանն է, ինչպես գիտենք, միշտ գորտը պատրվել է եւ գորտից դուրս է եկել Պադանի, գորդի մասին ավանդույթներ կան Եգիպտոսում, Միջին Ասիայում, ասում են, որ գորդը պտղաբերության խորհրդանիշն է, գորդը երբ հատնվում էր Նեղոս գետի հովտում, դա առատ բերքի խորհրդանիշ էր, Չինաստանում ասում են, որ մարդու երկու հոգիներից մեկը գորդի պատկերով է պատկերված, Եգիպտոսում գորդ աստվածներին զմռսում էին, սովորություն կար գորդի գլխով պատկերել մարդկանց, Բոսխը իր նկարներից մեկում պատկերել էր մի մարդու, որի գլխին փայտե տուփ էր ու որի մեջ գորդ էր պատկերված, եւ մարդկանցից մեկն ասել էր, եթե մոգերի պես դադելու լինենք, ապա գորդերից կարևոր օրենք մեզ համար գոյություն չունի։
Գորդը քրիստոնեության մեջ համարվել է պիղծ էակ, Աստվածաշնչյան 16-րդ գլխի 13-րդ մասում խոսվում է այն մասին, որ գորդը պիղծ էակ է, քանի որ տիղմում է ապրում ու նմանեցնում էին աղանդավորական շարժումների հետ, այնուհետև գորդը ես հարությունն եմ անվանումով նորից վերածնունդ է արել։ Ջավախքում եւ Լճաշենում հայտնաբերվել են բրոնզե արձանիկներ գորդի մասին, որոնք ասում են, որ հետանոսական ժամանակներից պաշտամունքի առարկա է եղել գորդը։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Գորդը դասվում է հայերի պաշտամունքային կենդանիների շարքում։ Գորդի ոսկե արձանիկը գտնվել է Լճաշենի բրոնզեդարյան դամբարանում։ Հայկական մի շարք հեքիաթներում, ավանդազրույցներում խորհրդանշել է կերպափոխությունը։ Գորդի կաշին պատրվում է եւ միջից մի հուրի փերի աղջիկ է դուրս գալիս։ Պատասխանը լիարժեք էր, ուրախալի էր, որ պատասխանում կար նաև համեմատական բնութագրեր տարբեր մշակութային եւ կրոնական համակարգերում գորդի խորհրդանշանի մասին եւ այդ լրացուցիչ պատասխանները եւ բուն պատասխանը նկատի ունենալով առաջարկում եմ 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ Երևան։ Մենք ընտրում ենք վև տառը։ Վև տառը խնդրեմ։ Արվեստի պատմություն։ Հույն հանճարեղ քանդակագործ Ֆիդիասը Աթենքի գեղեցկագույն տաճարի Պարթենոնի որ արձանի ձևավորման համար մեղադրվեց աստվածամերժության մեջ, նրա որ մտահղացումն է հանդգնություն համարվել։ Նրա որ մտահղացումն է հանդգնություն։ Պույսի բաններ, աստվածուհին են և Պատրաստ ենք։ Հարցին կպատասխանի Դանելյան Սամվելը։ Ֆիդիասը քանդակագործել է Պարթենոնում գտնվող Աթենաս կույսի արձանը։ Աթենաս կույսը գտնվում է տոնական զգեստով, հենված վահանին և նրա ոտքի տակ գտնվում է օձը իմաստության խորհրդանիշը։ Վերջ։ Հա։ Ճիշտ պատասխանը լսենք։ Պարթենոնում Ֆիդիասի ստեղծած հիասքանչ քանդակների կողքին առանձնանում էր Աթենաս դիցուհու ոսկյա և Փողոսկրե 12 մետրանոց արձանը։ Ցավոք պահպանվել են միայն արձանի մի քանի հռոմեական պատճեններ։ Ֆիդիասը դիցուհու վահանի վրայի բարձրաքանդակներում պատկերել էր նաև իրեն և Աթենքի մեծ կառավարիչ Պերիկլեսին, որի համար քանդակագործին մեղադրեցին աստվածամերժության մեջ և հալածանքների ենթարկեցին։ Կապույտի ընդամենը արձանի անունը նշելու համար վաստակում է 3 միավոր։ Տեսնում ենք նարնջագույնը, խնդրեմ։ Մենք ընտրում ենք սետարը։ Սետարը խնդրեմ։ Խորհրդանշաններ։ Ըստ դիցաբանության, որ կենդանին է Հռոմի հիմնադիրներ Հռոմուլոսին և Հռոմկուլոսին կերակրել։ Այդ կենդանին մոնղոլական, թուրքական խորհրդանշական համակարգերում ինչ տեղ է գրավում։ Հարցին կպատասխանի Գևորգյան Ռուբիկը։ Այդ կենդանին գայլն է, գայլը նաև խորհրդանշում է վայրագություն, խորհրդանշում է նաև վավաշոտություն, այն արևելյան երկրների համար այն եղել է գիշատիչ կենդանի և մարդիկ միշտ նրան պատկերել են սրբապատկերների վրա, նաև Հռոմում մարդից առաջ գայլ տեսնել խորհրդանշել էր հաղթանակ։ Այդ կենդանին մոնղոլական, թուրքական խորհրդանշական համակարգում ինչ տեղ է գրավում։ Չեք հիշում, ախր մեզ հետ այնքան կապ ունի դա։ Լսեք և սովորեք երեխաներ, որտեղ մենք շատ խնդիրներ ունենք դրա հետ կապված։ Ըստ դիցաբանության Հռոմի առասպելական հիմնադիրներ Հռոմուլոսին և Հռոմկուլոսին կերակրել է էգ գայլը, որը հետագայում դարձել է Հռոմի խորհրդանշանը։
Գայլը մողոլական, թուրքական ժողովուրդների տոտեմական կարևորագույն կենդանին է համարվում։ Այստեղից էլ դրոշներին հաճախակի հանդիպող գայլի պատկերը։ Գորշ գայլ են անվանել Քեմալ Աթաթուրքին։ Այժմ Թուրքիայում գործում է գորշ գայլ կոչվող քաղաքական ռազմատենչ խմբավորումը։ Ըստ էության պատասխանեց միայն մեկ հարցի, ուստի առաջարկում եմ 4 միավոր։ 4 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ անցնում ենք երկրորդ փուլի երկրորդ բդույթին։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք Գիմտարը։ Գիմտարը խնդրեմ։ Գրականություն։ Վարդան Գրիգորյանը Մանյա այրք պատմավեպում բազմակողմանիորեն ներկայացնելով Գրիգոր Լուսավորչի կերպարը պատկերում է նրա անանց ու ճակատագրական սերը Մանիի նկատմամբ։ Հանուն չքնաղ Մանիի երիտասարդ Գրիգորն ինչպիսի կյանք է ընտրում, ինչ վերաբերմունք ուներ Մանին նրա նկատմամբ։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Վեհանուշը։ Վեհանուշ։ Մանյա իր պատմավեպում երիտասարդ Գրիգորը հանուն Մանիի վարում է ճգնավորական կյանք եւ հեռանում է իր ընտանիքից, վշտանեզու արստակես որդիներից, կնոջից եւ նույնիսկ քրիստոնեությունը հավատի տարածումը կրկին հանուն Մանիի է նա կատարում եւ Մանին նրան սիրում էր եղբոր նման, քանի որ նրանք զանգացել էին Գայանյաս Մենաստանում եւ Մանին նրան չէր ընդունում որպես իր կողակցի եւ նույնիսկ Մանին հանուն նրա չամուսնացավ ոչ մեկի հետ եւ ընտրեց կուսական կյանքը։ Իսկ Գրիգորը հանուն Մանիի վերջում նաեւ բարձրացավ Մանյա այրք կոչվելիք լեռը, այսինքն Սեպու լեռը, որը հետագայում Մանիի անունով կոչվեց Մանյա այրք եւ այնտեղ իր առեղծվածային մահը եւս այնտեղ տեղի ունեցավ։ Վերջ։ Լսեք մեր պատասխանը։ Գեղեցիկ Մանիին առաջին անգամ Մենաստանում տեսնելով Գրիգորը մեկընդմիշտ սիրահարվում է։ Հանուն Մանիի նա աշխարհիկ կյանքն է ընտրում եւ զինվորական դառնում, սպասելով, որ երբ նրա համապատասխան տարիքը լրանա, ամուսնանան։ Սակայն Մանին նախընտրում է միանձնուհու կյանքը։ Կենսուրախ չրաճճի Մանին տարեցտարի դառնում է ավելի ու ավելի մենասեր եւ Գրիգորին վերաբերվում է որպես եղբոր։ Հետագայում արդեն հայոց հայրապետը դարձած Գրիգորն ինքն իրեն խոստովանում է, որ կյանքի առաջին կեսն ապրել էր հանուն Մանիի, երկրորդ կեսը նրան մոռացության տալու համար։ Խոսքում էլ կային լեզվական անհարթություններ եւ տրված պատասխանի համար Կարմիր թիմը վաստակում է 5 միավոր։ 5 միավոր է վաստակում Կարմիր թիմը եւ դարձյալ Կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Զատարը։ Զատարը խնդրեմ։ Հայոց լեզու։ Տրված նախադասություններում գտեք սխալները, նշեք դրանց տեսակը, համաձայնության, խնդրարական, բառագործածության։ Առաջին. Սկզբում նա իր հորեղբայրների հետ կառապանություն էր անում, հետո ինչ-ինչ պատճառով դրանից երևի ձանձրացավ, թողեց գործն ու նստեց տանը։ Երկրորդ. Ես գլխով արեցի նրան եւ ճամփա անկա շամանդաղից ծածկված գետի երկարությամբ, ու շուրջս սփռվեցին եւ թաց մարգագետինը եւ կանաչին թվող բլուրները։ Էսը խնդրալական է երևի շամանդաղով խնդրալիքով։ Դրացավ ժամանակը, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Նորիջանյան Արփինեն։ Արփինե։ Առաջին նախադասության մեջ սխալը այն է, որ սկզբում նա իր հորեղբայրների հետ կառապանություն էր անում, հետո ինչ-ինչ պատճառներով դրանից երևի ձանձրացավ, թողեց գործն ու նստեց տանը, այստեղ գրված է պատճառով, պետք է լինի պատճառներով։ Առաջին նախադասության մեջ համաձայնության սխալ կա, իսկ երկրորդ նախադասության մեջ խնդրարական սխալ։ Երկրորդի սխալը որն էր։ Շամանդաղից պետք է լինի շամանդաղով։ Լսենք ճիշտ պատասխանը։
ինչ-ինչ պատճառով ձևը սխալ է, պետք է լինի ինչ-ինչ պատճառներով, ինչ-ինչ անորոշ դերանունը պահանջում է հոգնակի թվով դրված գոյական համաձայնության սխալ։ Երկրորդ, շամանդաղից ծածկված ձևը սխալ է, պետք է լինի շամանդաղով ծածկված։ Ծածկվել կրավորական սեռի բայը պահանջում է գործիական հոլովով դրվող ներգործող անուղղակի խնդիր, խնդրարական սխալ։ Առաջադրանքը բաղկացած է երկու ենթահարցից, կապույտ թիմը կարողացավ և նախադասություններում առկա սխալները գտնել և սխալի տեսակը ճիշտ նշել, որի համար վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կապույտ թիմը և նարնջագույնը։ Մենք ընտրում ենք է տառը։ Է տառը խնդրեմ։ Նշանավոր մարդիկ։ Հայ տաղանդավոր բեմադրիչ Վարդան Աճեմյանի նշանավոր զարմիկներն ովքեր էին։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին Աճեմյանն ում շնորհիվ է ազատվել աքսորի վտանգից։ Հարցին կպատասխանի Քամալյան Հասմիկը։ Հասմիկ։ Հայ տաղանդավոր բեմադրիչ Վարդան Աճեմյանի նշանավոր զարմիկը Գուրգեն Մահարին էր։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին Աճեմյանը բռնաճնշումներից ազատվում է Վիցևսկի անունով ռուս գնդապետի օգնությամբ։ Այնտեղ եթե նկատեցիր Հասմիկ, նշված է նշանավոր զարմիկներն ովքեր էին։ Էլի կա այսինքն զարմիկ, չես հիշում։ Դե հիմա լսիր և հիշիր։ Վարդան Աճեմյանն Աղասի Խանջյանի մորաքրոջ և Գուրգեն Մահարու հորեղբոր տղան էր։ Գուրգեն Մահարու բանտարկությունից հետո նույն ճակատագիրն սպասում էր նաև Աճեմյանին, բայց նրան փրկում է Կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանը։ Նրան ենք պարտական մշակույթի այլ իրախտավորների, օրինակ Ավետիքի Սահակյանի փրկության համար ևս։ Աճեմյանը շատ էր սիրում Մահարուն, խնդրում էր, որ օտարների ներկայությամբ համարձակ մտքեր չարտահայտի, իսկ աքսորավայրերում ծերացած Մահարին ասում էր. այսքանից հետո էլ ինչից պիտի վախենամ։ Հասմիկը չնշեց զարմիկներից մյուսին, իհարկե մեկին նշեց, բացի դրանից նշեց այն ռուս գնդապետին, բայց գլխավոր գործող անձը, որի թույլտվությամբ է նա ազատվել բռնաճնշումներից, Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը, որը այն դաժան ուրեմն տարիներին երբեմն արտահայտում էր այնպիսի մտքեր, որոնք նացիոնալիստական բնույթի էին, հա, այսպես կուսակցական գաղափարախոսությունից շեղվող։ Հասմիկի պատասխանը գնահատում եմ 4 միավոր։ 4 միավոր է վաստակում նարնջագույն թիմը, ավարտվեց նաև երկրորդ փուլը և երկրորդ փուլի ավարտին դարձյալ պարերք։ Կապույտ թիմ, ընտրում ենք տառը։ Մենք ընտրում ենք գիմ տառը։ Գիմ տառը, խնդրեմ։ Իմ խորոտի կիար։ Հոյ նար 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 նար, հոյ նար 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 նար, դոշմանի շողքել ուսնակ խամրերը, իմ խորոտի կիար բաղչեն բարգերը, կամին զարգերը, դոշվին բացվերը, կամին զարգերը, դոշվին բացվերը, դոշմանի շողքել ուսնակ խամրերը, հոյ նար 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 նար, հոյ նար 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 նար, դոշմանի շողքել ուսնակ խամրերը, դոշմանի շողքել ուսնակ խամրերը, յարիք տեսերը սրտի քաղերը, յարիք տեսերը սրտի քաղերը, յարոջերեսները բաղ մի քաղերը,
Աղջիկները շատ համահունչ երգեցին, թեպետ ես ուշադիր հետևում էի, նորից չպայմանավորվեցին ինչ-ինչունից սկսեն, բայց ստացվեց բավականին լավ։ Եվ երգում էին միասին, իհարկե վերջում մի քիչ բարձրացավ տոնայնությունը, բայց մի թերություն ուզում եմ նշել։ Երբ որ աղջիկները կանգնած երգում են եւ հետևում բեմադրված է ինչ-որ պար, լավ կլիներ, որ ձեր շարժումները լինեին ոչ թե մի քիչ պոպ երաժշտության բնորոշ շարժումներ, հասկանում եք, այլ ավելի լավ կլիներ, որ մի քիչ ազգային երգին բնորոշ դսպանակային շարժում լիներ, թեթև շարժում լիներ ձեր երգի մեջ, որը անզուգականություն կհաղորդեր այդ երգին։ Կատարողական տարաձայնություններ փոքրիկ եղան, դրա համար 8 միավոր։ 8 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ անցնում ենք 3-րդ փուլին, կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք նուտարը։ Նուտարը, խնդրեմ։ Աշխարհագրություն։ Հուրոնը լճերի որ համակարգին է պատկանում։ Լճի անվանումը թարգմանաբար ինչ է նշանակում։ Այդ անունն ինչպես է առաջացել։ Ամեն հարցին հանգիստ։ Պատրաստ եք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Հովանեսը։ Հովանես։ Հարությունը կներեք։ Հուրոն լիճը Հյուսիսային Ամերիկայի 5 լճերից երկրորդն է իր չափերով եւ իր խորությամբ։ Թարգմանաբար այն նշանակում է վարազի գլուխ։ Կշարունակի Քաջիկը։ Երբ ֆրանսիացիները առաջի անգամ մոտեցան Հուրոնի ափերին, այդ ժամանակ նրանք տեսան հնդկացիներին եւ շատ ապշեցին նրանց վառ զարդարված գլուխներով, նրանց ճոխ մազերը եւ ճոխ գունազարդված երեսները պարզապես ապշեցրեցին ֆրանսիացիներին եւ նրանք կարծեցին, թե վարազները նրանց առաջ եւ այդպես էլ լիճը անվանեցին վարազի գլուխ, ինչը ֆրանսերենում Հուրոն։ Հուրոն բառը ֆրանսական ծագումն է։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Հուրոնը պատկանում է ամերիկյան մեծ լճերի համակարգին։ Հուրոն ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է վարազի գլուխ։ 17-րդ դարի սկզբին բնիկները ֆրանսիացի գաղութարարներին ներկայացել էին մազերից ու փետուրներից պատրաստված ֆանտաստիկ սանրվածքներով, որոնք նման են եղել վարազի գլխի։ Այստեղից էլ առաջացել է հնդկացիներին տրված հուրոններ արհամարական մականունը։ Այդ անվանումն է ստացել նաև լիճը, որի ափին նրանք ապրում էին։ Բարությունը եւ նրա ընկերը սպառիչ պատասխան տվեցին։ Իհարկե լեզվական փոքրիկ թերություններ կային, բայց հարցի պատասխանը տրվեց եւ թիմը վաստակում է 10 միավոր։ 10 միավոր է վաստակում կարմիր թիմը եւ մենք ունենք սահմանված կարգ այսուհետ Փյունիկ հիմնադրամի կողմից այն բոլոր երեխաները, որոնք աշխարհագրության հարցին կպատասխանեն եւ կվաստակեն 10 կամ 11 միավոր, կստանան նվեր հայերեն տառերով գլոբուս։ Շնորհավորում ենք։ Շարունակենք մեր խաղը, կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք խետարը։ Խետարը, խնդրեմ։ Պատմություն։ Պարթևական թագավորությունը երբ եւ ինչ պայմաններում է հիմնադրվել, երբ եւ ինչպես է կործանվել, ովքեր էին առաջին եւ վերջին թագավորները։ Դու ես ասելով Խնդրեմ, երեխաների ժամանակը սպառվեց։ Հարցին կպատասխանի Ղազարյան Սուզաննան։ Սուզաննա։ Պարթևական տերությունը առաջացել է Սերևկյանների տրոհումից, նրանից անկախացան Պարթևստանը, Պարթևական առաջին արքան եղել է Արշակը, որի անունով էլ արքատոհը կոչվեց Արշակունի, վերջին արքան եղել է Արտավան 5-ը և անկում է ապրել 226 թվականին։
Պարթևական տերությունը, որը ստեղծվեց, ձևավորվեց, ինչպես նաև Բաքտրյան եւ մի շարք այլ տերություններ Սելևկյան տերության քայքայումից հետո իր հզորության գագաթնակետին հասավ Միհրդատ առաջինի օրոք, Քրիստոսից առաջ 171-ից 138 թվական, նրան օրոք երկիրը ծաղկում ապրեց, բայց ենթարկվեց թոխարների արշավանքին եւ որի ընթացքում այդ բախման զոհվեցին Հրահատ II եւ Արտավան առաջինը 226 թվականին, չնայած Պարթևստանը ծաղկում էր ապրում, բայց արշակունների վերջին տիրակալ Արտավան 5-րդը սպանվում է Սասանյան տոհմի ներկայացուցիչ Արտաշիր առաջինի կողմից եւ այսպիսով Պարթևստանը նոր արքայատոհմ է ձեռք բերում։ Երբ եւ ինչպես կործանվեց։ Ապստամբություն բարձրացավ, Սասանյանները ապստամբություն կազմակերպեցին եւ արդյունքում պառակտվեց։ Չնայած նաև կարելի է հավելել, որ հետագայում Պարթևստանը չկարողացավ հաղթահարել բոլոր տերություններին իր մեջ զսպել, այդ մասին վկայում էր հռոմեացի պատմիչ Պլինիոսը, որը նշում էր այնքան հզոր տերություն է, որ 18 թագավորություններ է իր տիրապետության տակ պահում, բայց դա երկար չտևեց եւ արդյունքում 58 թվականին նրանից անջատվեց Վրկանյան, ինչպես նաև Ֆարսը անկախացավ, որի արքան իրեն կոչեց շահ։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Պարթևական թագավորությունը հիմնադրվել է Քրիստոսից առաջ 3-րդ դարի կեսերին, անջատվելով թուլացող Սելևկյան տերությունից, պետության հիմնադիր Արշակի անունով արքայատոհմը կոչվել է Արշակունի։ 226 թվականին Սասանյան տոհմազինված հեղաշրջում իրականացրեց, կործանելով Պարթևական թագավորությունը եւ Իրանի տարածքում սկիզբ դնելով Սասանյան պետությանը։ Պարթևների վերջին արքան Արտավան 5-րդն էր, որն սպանվեց հեղաշրջման ժամանակ։ Քրիստոսից հետո 3-րդ դարում Պարթևական տերությունը դադարեց գոյություն ունենալուց։ Սյուզաննան եւ Հեղինեն պատասխան տվեցին ընդհանուր առմամբ հարցին, բայց պատասխանը մի շարք թերություններով լի էր։ Մասնավորապես նշվեց Պարթևստանը չէր կարողանում զսպել իր մեջ գոյություն ունեցող տերություններին, մի շարք, այսինքն սխալներ եւս, որոնք եւ լեզվական, բայց նաեւ պատմության լեզվի տեսանկյունից սխալ էին հանդիսանում, եւ նաեւ նշվեց Պարթևական նոր արքայատոհմ, Սասանյանների Պարթևական նոր արքայատոհմ, որը եւս սխալ արտահայտություն է հանդիսանում, սրանք մանր-մուներ սխալներ են, բայց անպայման պետք է հաշվի առնենք մենք նաեւ այսպիսի սխալները։ Եվ թիմի պատասխանը գնահատում եմ 8 միավոր։ 8 միավոր է վաստակում Կապույտ թիմը եւ նարնջագույն։ Մենք ընտրում ենք Շատարը։ Շատարը խնդրեմ։ Պատմություն։ Ֆրանկական թագավորությունը երբ եւ ինչպես առաջացավ, ով էր ֆրանկների առաջնորդը։ Հարցին կպատասխանի Գևորգյան Ռուբիկը։ Ֆրանկների առաջի թագավորը Քլոդվիկն էր, նրանք ֆրանկական թագավորությունն առաջացավ, երբ տեղի ունեցան մեծ ժողովրդական տեղաշարժերը, այդ ժամանակ ֆրանկները տեղաշարժվեցին տարբեր երկրներից երկիր, վերջնականապես գրավելով հռոմեական կայսրությունում գտնվող Գալիա պրովինցիան հաստատվեցին այնտեղ եւ ստեղծեցին թագավորություն։ Լավ, լսենք մեր պատասխանը։ Ֆրանկներին առաջնորդում էր Քլոդվիկ Մերովեն, որի անունով էլ առաջին կառավարիչներին անվանեցին Մերովինգներ։ 486 թվականին Սուասոն քաղաքի մոտ նրանք պարտության մատնեցին հռոմեացիներին եւ գրավեցին Գալիան։ Ֆրանկներն ու տեղաբնակները երկար ժամանակ ապրելով կողք կողքի յուրացրին միմյանց լեզուներն ու սովորույթները։ Ձգտելով հասնել միանձնյա իշխանության, Քլոդվիկն ասպարեզից հեռացրեց ֆրանկական ցեղերի բոլոր առաջնորդներին եւ 500 թվականին հիմնադրեց ֆրանկական թագավորությունը։ Ծիրանագույն թիմի ակնհայտ առաջատարը Ռուբիկը հացին փորձեց պատասխանել եւ նշեց Քլոդվիկին, նշեց նաեւ այն պատմական պայմանները, որոնք նպաստեցին ուրեմն ֆրանկական պետության ձևավորմանը, այո, եւ շատ ճիշտ նկատեց, որ դա տեղի ունեցավ Գալիան հռոմեացիներից գրավելուց հետո, բայց այն անցման հատվածը, որ կարևոր նշանակություն ունի, թե ինչպես
ստեղծեց, որովհետև սկզբնական շրջանում ցեղային միությունների, ցեղապետությունների մի հատ միավորում էր, եւ այդ ցեղապետերին ասպարեզից հեռացնելու արդյունքում ի վերջո ստեղծվեց այդ թագավորությունը։ Այդ հանգամանքը հաշվի չառնվեց, ինչպես նաեւ ժամանակաշրջանը չնշվեց, որի համար Ռուբիկի պատասխանը գնահատում եմ 6 միավոր։ 6 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ վերջին պտույտը։ Մենք ընտրում ենք Չատարը։ Չատարը խնդրեմ։ Խորհրդանշաններ։ Երկրաչափական որ պատկերն է զուգորդվում աշխարհի 4 կողմերի տարվա 4 եղանակների հետ։ Այն որ երկրաչափական նշանի հետ է հաճախ պատկերվում, դրանք միասին ինչ են խորհրդանշում։ Խնդրեմ, պատրաստ ենք։ Հարցին կպատասխանի Հարությունը։ Հարություն։ Այդ երկրաչափական պատկերը քառակուսին է, որը համեմատում են աշխարհի 4 կողմերի հետ, տարվա 4 եղանակների հետ եւ մարդու 4 տարիքի հետ։ Այս երկրաչափական պատկերը համարվում է նյութականի հաղթանակը, այն նաեւ միաձուլվում է շրջանի հետ, այսինքն դա լինում է ինի եւ յանի հետ համեմատվում է, որը նույնպես երկնքի եւ երկրի խորհրդանշանն է։ Այս քառակուսին տարբեր նկարներում լինում է մեկ շրջանի մեջ, որտեղ կոչվում է, որ դա հոգեկան աշխարհի հաղթանակն է, իսկ շրջանը քառակուսու մեջ նյութականի հաղթանակն է։ Շարունակել է։ Նաև նշենք նաև, որ քառակուսու մեջ քառակի գործողության բանաձևն է։ Շրջանը եւ քառակուսին իրար հետ խորհրդանշում են երկնքի եւ երկրի շարժումը, այսինքն երկիրը պետք է շարժվի երկնքի հետ համահունչ։ Շրջանը խորհրդանշում է երկինքը, իսկ քառակուսին երկիրը։ Վերջ։ Լսենք մեր պատասխանը։ Այդ պատկերը քառակուսին է, որը կապված լինելով 4 թվին խորհրդանշում է հավասարությունը, ճշմարտությունը, ազնվությունը, իմաստությունը։ Այլաբանորեն քառակուսին իրական նյութական աշխարհն է, իսկ շրջանը հոգևորը, երկնայինը։ Քառակուսին շրջանի մեջ հոգևորի, իսկ շրջանը քառակուսու մեջ նյութականի հաղթանակն է խորհրդանշում։ Խնդրեմ, պարոն Մանասյան։ Հիմնականում երեխաները կարողացան պատասխանել խմբային խաղով, ուղղակի որոշակի տերմիններ, եթե կարելի է տերմին անվանել, կուզենայի ճիշտ արտաբերեն, ոչ թե հոգեկանի, այլ հոգևորի հաղթանակը։ Ես առաջարկում եմ նշանակել 9։ Կապույտի։ Մենք ընտրում ենք Քետարը։ Արվեստի պատմություն։ Հայաստանում գմբեթավոր եկեղեցիներ սկսել են կառուցել քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո։ Ինչ է խորհրդանշում գմբեթը, որն է Հայաստանի առաջին գմբեթավոր եկեղեցին, այն ինչպես է կառուցվել։ Այն ինչպես է կառուցել։ Գրիգոր Լուսավորի չերազի մեջ է դու ես պատասխանել, պատկերացա կարող եմ։ Եղավ թե բան հանուն ինչ է, լավ կմտքի կկարանում ես եղավ, պատասխանում մեջ։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Դանիելյան Սամվելը։ Սամվել։ Առաջին գմբեթավոր եկեղեցին եղել է Էջմիածնի Մայր տաճարը, որը Տրդատ Գ-ի օժանդակությամբ կառուցել է Գրիգոր Լուսավորիչը 301-ից 303 թվականներում։ Նա իր տեսիլքում տեսել է, որ 4 սյուների վրա կառուցվել են խորանարդաձև գմբեթը, այն նաև կառուցվել է այն վայրում, որտեղ իջել է մանուկ Հիսուսը։ Եվ ինչ է խորհրդանշում գմբեթը։ Չգիտենք էս։ Չգիտեք։ Լավ։ Դե ուրեմն լսենք եւ դա էլ իմացեք։ Գմբեթը սրբազան երկնքի խորհրդանիշն է, Աստծու տան եկեղեցու կենտրոնը։ Հայաստանի եւ քրիստոնեական աշխարհի առաջին գմբեթավոր եկեղեցիներից է Էջմիածնի Մայր տաճարը։ Ըստ Ագաթան Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է 4 սյունի վրա բարձրացող խորանարդաձև գմբեթ, որով էլ պայմանավորված է տաճարի ճարտարապետական ձևը։ Այս հորինվածքը Բյուզանդիայի միջոցով տարածվեց Եվրոպայում, դառնալով եվրոպական որոշ եկեղեցիների նախատիպը։ Մարիամ,
չասեցիք ինչ է խորհրդանշում գմբեթը եւ այդ պատճառով վաստակում եք 6 միավոր։ 6 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ նարնջագույն։ Մենք ընտրում ենք պետարը։ Երկիրաշտություն։ Լսում ենք մեղեդին։ Հարցին կպատասխանի Քամալյան Հասմիկը։ Հասմիկ։ Երաժշտությունը Վերդիի Նաբուկո օպերայից Գերիների խմբերքը երրորդ գործողությունն էր։ Նաբուկո Մյուս ենթահարցը խնդրեմ։ Ջուզեպպե Վերդին իր հայրենի Բուսետո քաղաքում երաժշտական ինչ գործունեությամբ եւ որ ստեղծագործությամբ հանրահայտ դարձավ։ Ջուզեպե Վերդին իր հայրենի Բուսետո քաղաքում դեռ մանուկ հասակից նվագել է եկեղեցում երգեհոն, այնուհետև Սպինետ եւ հայտնի է դարձել Տրավիատա օպերայով։ Ուրիշ պատասխան ունեք։ Ընկերներ։ Դասական երաժշտություններ կարելի է բոլորը սովորեիք։ Լավ, լսենք մեր պատասխանը։ 15-ամյա Վերդին Բուսետոյում հայտնի դարձավ ոչ միայն որպես երգեհոնահար ու դաշնակահար, այլ նաև ներկայացավ իր նվագախմբային նախերգանքով, որը գրել էր Ռոսինիի Սևիլյան Սապրիչի համար։ Խնդրեմ Տիկին Աթանասյան։ Երաժշտությունը ճիշտ ճանաչեցիք, ողջունելի է, գեցեք։ Հիմա տեսական հարցի վերաբերյալ։ Ես Սպինետ պատասխանը պատրաստ եմ ընդունել, որովհետև ինքը նվագել է Սպինետ, դա դաշնամուրատիպ գործիք է, որը երգեհոնատիպ հնչողություն ունի, այդ գործիքը հիմա չի կիրառվում, բայց այն ժամանակ նա տերապետում էր այդ գործիքով։ Ըստ այնմ 7 միավոր երաժշտության համար եւ 2 միավոր բանավոր պատասխանի համար վաստակում եք 9 միավոր։ 9 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ վերջին մեջ բարերքը։ Ձեզ բաժին հասավ ռետառը, խնդրեմ բացեք ռետառը։ Մարաթուկ Աստվածածին։ Զորավոր զորքիդ մերդիմ խասմար մարեքարե, հերու տեղից է գիկամ, հերու տեղից է գիկամ զիմուր ասկադարե, հերու տեղից է գիկամ, հերու տեղից է գիկամ զիմուր ասկադարե, մարաթուկ բարձր սարևել են բախող մոմեր, էրնեկ է սխտի էշթեն, Երկը շատ լավ կատարեցին աղջիկները, հատկապես ձախ կողմի աղջիկը բավականին զգացմունքային եւ ես տալիս եմ երկի մաքսիմալ գնահատականը։ Պարը նույնպես բավականին հետաքրքիր բեմադրություններ արած, բայց ցավոք սրտի խումբը առաջի հատվածում ռիթմիկ պատկերից բոլորովին դուրս էր, երգի կեսից նոր մտակ ռիթմի մեջ եւ սկսեց ձեր շարժումները համապատասխանել երգի ռիթմին եւ կուզեի հատկապես ողջունել այն, որ խումբը բոլորը երգում էին երգիչների հետ մեկտեղ,
բայց նաև վերջի հատվածը ձեր բարի այդ ռիթմիկ արագության ինչ որ ուներ երգը մի քիչ անհամապատասխան էր։ Դրա համար 8 միավոր։ Ռենուար, գեղեցկությունը հավերժը, Աբովյան 23։ Այսպիսով մեր խաղն ավարտվեց եւ պարոն Գրիգորյան խնդրեմ հայտարարեք եւ միավորները եւ այն պատանիների անունները, որոնք կանցնեն մասնակցելու ասպարեզ խաղին։ Խնդրեմ։ Ունենք հետեւյալ արդյունքները։ Գյումրու համար 7 դպրոցի սաները վաստակեցին 56 միավոր։ Կապույտ թիմ Երևանի Ավետիք Իսակյանի անվան համար 16 դպրոցի սաները նույնպես վաստակեցին 56 միավոր։ Եվ Արարատի մարզից Բաղրամյանի դպրոցի սաները վաստակեցին 46 միավոր։ Ասպարեզ խաղի համար փորձագետների խումբը միանշանակ առաջադրում է Հեղինեի տեխնատությունը Կապույտ թիմից, իսկ մյուս թիմերից մենք չենք առաջադրել տեխնացուներ։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսուցիչներին, որ այս ամռան տապին դեռ շարունակում են աշխատել մեր մասնակիցների հետ, եւ խնդրեմ նժդեհիկներ, մեր նվերները բեմ բարձրացրեք։ Նվիրեք խնդրեմ։ Շուտով հայ-փոստի եւ հայ-մամուլի բաժանմունքներում կհայտնվի հայասպետ պարբերականի հաջորդ համարը, երկրորդ համարը այս տարվա, որով բոլոր երեխաները կարող են մասնակցել մեր խաղին, այսինքն յուրաքանչյուր երկրորդ էջում դուք կգտնեք հարցեր եւ պատասխաններ։ Կստուգեք ինքներդ ձեզ, եթե չեք կարողանա հարցին պատասխանել, ապա պատասխանը կգտնեք հաջորդ էջում եւ ձեր գիտելիքները էլի ու էլի կավելանան։ Այս համարը ասեմ, որ նվիրված է մեր հրաշալի մայրաքաղաքի գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելուն, 1 տարի գիտեք Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքն է եւ ինչպես նաեւ հայ գրատպության 500-ամյակին գիտեք, որ ասպարեզ խաղները նվիրված այդ տոնին եւ ասպարեզի հաղթողները կմեկնեն Վենետիկ Մխիթարյան միաբանության շրջայցի, այնպես որ Հեղինե հիմա դառնամ դեպի քեզ, մենք քեզ նվիրում ենք մեր հայրենակից Արծրուն Պեպանյանի Հուլիոս Կեսար գիրքը գեղարվեստական, ինչպես նաեւ Պլուտարքոսի Հուլիոս Կեսար պատմական գիրքը, որպեսզի դու կարդաս եւ մասնակցես ասպարեզ խաղին եւ հաղթելու դեպքում, ինչպես արդեն ասացի, կմեկնես Վենետիկ եւ կշրջագայես, կարծում եմ յուրաքանչյուր երեխայի համար դա արդեն երազանք է։ Ասում են իմացությունը նման է ծովի, ով Պակրեվութին է գտնում, ավելի շատ է աղմկում ու ճոխփում, նա ավելի շատ է հաճախ նկատվում, իսկ իսկական գանձեր որոնողը ջրի հատակում է եւ հաճախ չի էլ երևում։ Թե որտեղ է այդ ծովում, մեր տեղը մեզանից յուրաքանչյուրն է որոնում, բայց մի մոռացեք, որ գանձերը իրականում ծովի հատակում են։ Որքան հնարավոր է խորը սուզվեք գիտելիքի ծովում։ Այսօր այսքանը, կհանդիպենք ելի մեկ շաբաթից։